Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ իմ հիանալի հզոր հայ ազգ ջան, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր կուզենամ խոսամ Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբենյան, ազգային ժողով եւ մի էլի քանի պատմություններ, ինչը որ կատարվում է Հայաստանից Հանրապետությունում։ Ուրեմն սկսեմ նրանից, որ առավոտից իրիկուն համացանցերում լցված են ընտրակաշառքներ, վիրավորանքներ, մյուսը, ինչ եմ ուզում ասեմ։ Նախ արդեն քաղաքական դաշտը այս մարդիկ վերածել են գողական ռազմորկայի։ Ինչ է նշանակում, երբ որ падգամավորը, ասենք ասելով ենթադրենք թեկուզ Սամվել Կարապետյան, տաշիր Սամոն 10-ով կեքը բրատ բան էլի, դե ձևի խոսակցություն է գնում, դա խոսում է ազգային ժողովի падգամավորը, չեք հավատում, տեսա հոլովակը խնդրեմ։ Դիմում եմ այն մարդկանց, ովքեր համապետական ընտրություններին պատրաստում են իրենց ձայնը տալ Տաշիր Սամվելին, ուժեղ Հայաստան կուսակցության, այսպես ասած 10-ով շիկները։ Աղջիկ ջան, ինչ Տաշիր Սամո, ինչ 10-ով կա, ինչ պատ 10-ով կա, Էս ինչ եք խոսում։ Երկրորդը, ժողովուրդ ջան, էս դե բնական է, ինքը ուրիշ ձև չի կարող խոսալ։ Կրթությունը, դաստիարակությունը եւ այն միջավայրը, որտեղ որ ինքը աշխատում է։ Խնդրեմ, ինչ է կատարվում ազգային ժողովում։ Մի քիչ այլ բնույթի հարց եմ ուզում հնչել։ Sense գալիս գալիս։ Գրանցվում դուրս են։ Վարչապետ գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Մենք 5 տարի այդ շարժն ենք տեսնում։ Ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երգը ունի։ Sense stage մտնում են դուրս են գալիս, մտնում են դուրս են գալիս։ Ручки, крути. Տատինը մեռնի արևին։ Տեսակ սիրելի բարեկամներ, շախմատ, նարդի, բլոտ, ղժոց, ճճոց, թե ինչ են խմում, թե ինչ են քաշում, ինչ են անում։ Ես սենց բան, անգամ քուչի բիսետկում չեմ տեսել։ Իրոք եմ ասում ձեզ, էս ինչի են վերածել երկիրը։ Սիրելի բարեկամներ, հիմա Ռուբեն Ռուբենյանը, որ խոսում է, ժողովրդին սենց ասեցին, նենց ասեցին, ժողովրդին տգետ անվանեցին։ Ռուբեն Ռուբենյան, դուք լուրջ եք այս ամեն ինչ ասում, հա։ Հրապարակեմ ինչ եք խոսում դուք։ Ես ուրիշ բան կհրապարակեմ, Ռուբեն Ռուբենյան, ձեր խաթեր համար։ Հիմա ձեր երկու падգամավորների տեսահոլովակները կդնեմ ու դուք տեսեք, բայց կդնեմ հերթականությունով, սկզբից ցույց կտամ, կարձագանքեմ, հետո մյուսը։ Հիմա տեսեք այս թիզուկես падգամավորին, ինչու եմ այդպես կոշտ ասում, քիչ հետո կբացատրեմ, տեսեք։ Պարոն վարչապետ, ես ունեմ թույլտվություն կարդալ այստեղից մի կարճ նամակագրություն, ստացել եմ մի հաղորդագրություն, որից չափազանց հուզվել եմ։ Նոր մի բան հասկացա, որ քո վարչապետը ինձ ինչ-որ չափով սովորացրել է սիրել Հայաստանը, մի ուրիշ մակարդակով։ Տարօրինակ բան եմ ասում, բայց տենց է ջուլի։ Ես այստեղ պատասխանել եմ իրեն հետևյալ կերպ. լավ բան ես գրել, բայց հայատար գրի եւ կարդալով քո նամակները, արդեն ոչ թե իմ վարչապետը, այլ իմ ու քո։ Շնորհակալություն։ Աղջիկ ջան, դու տենց հուզված ես Հայաստանի Հանրապետություն, վարչապետս, հա։ Ազիզ ջան, վաղը հրապարակելու եմ այն տեսահոլովակը, երբ որ դու ազգային ժողովից հելում էիր, ես այդտեղ ներկա եմ եղել, այս գայլի աչքերը դա ամենը ֆիքսել են եւ ֆիքսել է նաեւ կամերան, որ ազգային ժողովում
ակցիա էին անում զոհված ազատամարտիկների եւ անհայտ կորած ազատամարտիկների ծնողները պահանջելով քննիչ հանձնաժողովի արդյունքները հրապարակելու վերաբերյալ դու ինչ ասեցիր խոսալու չունեմ իրոք քուրո չունես խոսալու ձեր լեզվով եմ խոսում միգուցե ցենց հասկանաս հիմա է դրելը ուզում եմ կարդամ հուզվեց իա ես ինչ լավ է խաղում ես այնքան եմ ուզում մի հատ տեսնեմ թե դուք որ հատուկ ծառայություններում եք վերապատրաստում անցել որքանով գիտեմ KGB-ին նման կապիկություն չեն արել բայց թուրքական Մասադը բան դա ձեր դպրոցն է դու իմենը դու թիզուկես աղջիկ քո նուրբ ձեռքերով նուրբ բառերը սենց Մասիսի ֆաբրիկայում կոշիկի գործարանը որը որ կառուցելու ենք վերածնունդ է ապրելու Մասիսի կոշիկի ֆաբրիկան քիչ անց կտեղադրեմ կտեսնես որտեղ ես դու ապագայում աշխատելու դե դու քար չես կարող ես քարի տակ կմնաս դու կոշիկ ես կնգա սապոկ ես կարելու կանանցի սապոկ այդ կանանցի սապոկը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանի Դաշնությունում Անենց ես կարելու եք քո մնացածների հետ։ Հա, իդեպ մնացածների մասին խոսք գնաց։ Սիրելի բարեկամներ, չգիտեմ հիմա ծիծաղեմ, տխրեմ, թե ինչ, այս մարդիկ անգամ ես ասենք Ռուսաստան մեծացած տղա աշխատում եմ խոսել գրական։ Վերջը վերջով ժողովրդի հետ ես խոսում, վերջը վերջով ազգիդ հետ ես խոսում, չէ, ասենք ինչ կարիք կա այն բառերը, որ դու օգտագործում ես դրսերում կամ ինչ-որ բառի իմաստը չես հասկանում, ասենք ժողովրդիդ հետ խոսած, դա վերջ-վերջով հարգանք է ազգիդ նկատմամբ։ Այս մարդկանց всё равно։ Հիմա տեսեք, այս մադամը ինչ է ասում, խնդրեմ։ Այդքան տղամարդավարի է կանանց մեջքի ետևում թաքնվել եւ ընտրակաշառքներ բաժանել։ Այդ տելևիզոր բաժանելը, տելևիզորի տեղը փող բաժանելը։ Տեսակ ժողովուրդ ջան, նախ ասենք խոսալու ձևը, ոչ, էդի ջանդամ, իրանք բոլորն են այդպես խոսում, դա իրանք ոճն է։ Աղջիկ ջան, եթե ուզում եք ասեք հեռուստացույցի վերաբերյալ ռուսերեն լեզվով, ապա տելևիզոր չի, տելևիզոր։ Այդ որ ձեր գեղում են այդ տելևիզոր հարց է տալուց, թե հարց չէ տալուց են տելևիզոր, օժիկ տվեք քեզի։ Չես կարած այս հեռուստացույց։ Թե ասինքն սորդից իմանաս ինչա հեռուստացույցը։ Որդից գոմերում հեռուստացույց չի եղել։ Տելևիզորը միացրել են ու կանչել են։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ընդհանուր թիմին, քանդիր պետությանը, ԿՊԱ-ականներին, ապա դուք թալանչի չեք, դուք գրփող եք։ Եվ ես գիտեմ ինչի համար եք դուք գրփում։ Գիտեմ, քանի որ դուք սովածներ եք, սոված։ Այդ որ ասում եք այնտեղ հոլովակները սոված շներ, մներ, երևի իրանք ձեզ են նկատի ունեցել։ Քանի որ դուք սոված եք, ձեր յուրաքանչյուր այց, յուրաքանչյուր քայլ կապված է ուտելու հետ։ Դուք ուրիշ բան չունեք ու ուտում եք կոլեկտիվ։ Հիմա ինչ վերաբերում է ուտելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյան, աշխարհներից որ դուք խոսում եք, այդ դուք խոսում եք որ ձեր մասին չխոսա։ Հավելավճարները, պարգևավճարները, որոնք սպասում են մոտ ապագայում եւս ընտրություններից առաջ։ Այդ ինչա որ ընտրակաշառք չի։ Թե որ մարզեր այց եք կատարում, ձեզ քաղաքացին գալի դիմում է, դուք մարզպետին կամ ընդ ինչ որ մեկին հրահանգներ եք տալի, դա ընտրակաշառք չէ։ Բա ինչ է Նիկոլ Փաշինյան։ Ինչ է դա, եթե ոչ ընտրակաշառք։ Օրինակ, այս մի տեսա հոլովակը, խնդրեմ։ Օգնեք գոնե բաղնիշս արդեն լողանը։ Վայ, Խնդրում մի րոպե։ Խնդրում եմ, Հիմա չեմ թողնի։ Մայրիկ ջան, չէ, տեսեք։ Մայրաբար խնդրում Հա, եմ։ բայց օրենքը արգելում է, մենք հիմա չենք կարա նյութական խոստում տանք։ Չէ։ Դե չենք կարա։ Չէ։ Հանգիստ, ասեք։ Մի րոպե Մի հատ հեռախոսի համար մարզպետն այ, մի րոպե մարզպետն հեռախոսի համար տվեք։ Ինչա մայրիկ ջան, չենք կարա մայրիկ ջան, բան չի կարելի օրենքի խախտում է, ընդից էլ ասում եք մարզպետին արի մա թերասի համար դու բանանա։ Մայրիկը լողացավ Նիկոլ Փաշինյան։ Թե չլողացավ։
Մարսպետի մի հատ էլ պիտի հերանք տայր Նիկոլ Փաշինյան։ Այդ տատին, որ ասում է այս կան տարի չեմ լողացե, մեջքը լավ կեղտոտ կլներ, Մարսպետին ղրգեր մի հատ տրորեր մեջքը։ Մեր մայրիկները մաքուր են, Նիկոլ Փաշինյան, նրանք պետք է մաքուր տեղաշոր մտնեն։ Ես ում եք ձեռ առնում, ոնց եք ձեռ առնում։ Գլոբալ թեմաները թողած ժողովուրդ ջան, Թուրքիան այսօր եկուց կսկսի պատերազմը Իսրայելի հետ։ Նիկոլ Փաշինյան, այդ որ ձեր այդ զոմբիները, պրոպագանդիստները, որ խոսում էին, եթե եղավ գուբերնիա, մեր հայ երիտասարդները գնալու են պատերազմի Ուկրաինա։ Դուք եք չի ասում, ես ում չեմ հորինում։ Հիմա այսօր թուրքերի հետ ինչ որ խոսում է Ալեն Սիմոնյանը եւ որ արևմտյան Ադրբեջանն է սարքում այն բեղերով տառականը մեր երիտասարդները ում դեմ են կռվելու Նիկոլ Փաշինյան Իսրայելի Պարսկաստանի թե ում դեմ հարց Հիմա տեսեք ժողովուրդ ջան, որպեսզի չասեն լկտի սուտ է այս երկու տեսահոլովակը, խնդրեմ։ Ադրբեջանի նկարիչների միության ցուցասրահում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան խորագրով ցուցահանդես է բացվել։ Նկարների հեղինակ Նալի Իսմայիլ Ալիևն է։ Այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալեկբերլին նշել է, թե Արևմտյան Ադրբեջանի թեման առանձնահատուկ նշանակություն ունի նկարչի ստեղծագործության մեջ եւ որ նրա աշխատանքները միշտ նրբությամբ եւ ճշգրտությամբ արտացոլում են այս շրջանի մշակութային հուշարձաններն ու ավանդույթները։ Ինչպես է Ադրբեջանը պատրաստվում խաղաղության։ Փետրվարին Ադրբեջանն ու Սլովակիան պայմանագիր են կնքել ականանետների մատակարարման վերաբերյալ։ Ադրբեջանը 210 միլիոն եվրոյով գնել է Սլովակիայի պետական զենքի գործարանի կողմից արտադրված SEM 120 ավտոմատ ականանետներ։ Պայմանագիրը ներառում է մոտ 300 ականանետի գնում։ Նշենք, որ Ադրբեջանը նաև գնում է L-45 դիտա ինքնագնաց հաուբիցներ, որոնք Չեխիայի եւ Սլովակիայի համատեղ արտադրություն են։ Պարզ է, որ այս զենքերը կօգտագործվեն Հայաստանի դեմ։ Մինչ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը գոռում են խաղաղության մասին, Ադրբեջանը ակտիվորեն զինվում է եւ պատրաստվում պատերազմի։ Ինչու մենք նույնը չենք անում։ Madam Chairwoman, Excellencies, fellow parliamentarians, ladies and gentlemen. Տիկին նախագահող, ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք։ Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի անունից հանդես գալ միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում։ Կցանկանայի նշել, որ քննարկվող հույսի սերմանում, խաղաղության ապահովում եւ արդարության երաշխավորում ապագա սերունդների համար թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել։ Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն։ Ծաղկող ներկան եւ ապագան կառուցվում են հույսի, խաղաղության եւ արդարության հիմքերի վրա։ Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձևավորում մեր քաղաքականությունը եւ ուղղորդում մեր գործողությունները։ Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական եւ տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ։ Բայց ով է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին եւ ով է իրականում այն կերտում։ Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են։ Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից։ Հույսը պահպանում է արդարության հանդեպ մեր ձգտումը եւ վստահելու կարողությունը։ Մեր այսօրվա գործողությունները պետք է ծառայեն այդ վստահության կառուցմանը։ Our actions today must serve to build that trust. Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որ մենք այսօր կառուցում ենք, տևական է։ Չսխալվեք, մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են։ Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով եւ իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին։ Լիբանանի ճգնաժամը իևս չի կարելի անտեսել։ Անշուշտ, մեր առջև ծառացած փորձությունը ծանր է։ Սակայն ով, եթե ոչ մենք, ունենք ուժ եւ բարոյական պարտավորություն բուժելու մեր աշխարհը։ Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը։ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Սա իրապես մեծագույն նվաճում է, սակայն մեր տեսլականն ավելի լայն է։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Ալեն Սիմոնյան, այդ ամոթ զգացիր հայերեն խոսայիր, հա? Այդ անգլերեն գիտես, հա դու։
Հայրեն խոսացեք, հայրեն, դրսում խոսացեք հայրեն։ Ինչ ա լինելու վերջը Նիկոլ Փաշինյան։ Դուք դրել եք զվարճանում եք, ամբողջ օրը զբաղված եք ներքին քաղաքականությունով։ Բա վերջը ինչ ալելու մեր ազգի։ Դուք խոսում եք խաղաղությունից, Նիկոլ Փաշինյան, որ վառվում է Իրանի իսլամական պետությունը, հեսա կվառվի Թուրքիան, Ադրբեջանը, եւ դուք մտածում եք, որ Ադրբեջանը մնալու է ձեռնպայս ամեն ինչից։ Չի մնալու։ Ինչպես Էրդոգանը հայտարարում է, որ նա ջախջախեց Ղարաբաղում իրանց ասած մեր Արցախում սպանելով մեր հայ զավակներին եւ ոչնչացնելով մեր ժողովրդին, Նիկոլ Փաշինյան, նա Ալավերդի է ուզելու Ալիևից։ Իսկ Ալիևը ասելու է դες Նիկոլ, вперед. Армения, теперь мы научим тебя драться и умирать. Здравствуйте. Погосян? Да. Из Серова? Да. Вы будете служить в 3-й пехотной дивизии. Я студент-медик. Вы не турок. Армяне подают заявление по месту жительства. Офицер. Господин Багасян студент-медик. Его семья лояльна и дружна с моим отцом Оган Пашой. Тогда, конечно. Спасибо, дружище. А ты подумал, что я пойду в армию? Эмре, подойди. Говорят, ты воспользовался моим именем, чтобы добыть бронь для армянина. Он мой друг, отец. Армяне – это опухоль на нашем теле. Ты понимаешь? Надо научиться распознавать опухоли, чтобы лучше служить стране. Не так ли, доктор? Что, в чем дело? Объясните. Потому что у меня бронь. Эмре, я предупреждал, сегодня запишешься в армию. И не показывайся мне на глаза, пока не смоешь позор семьи. Անում ես ազգը կոտորման Նիկոլ Փաշինյան։ Դրա համար էլ սեպտեմբերին կլինի պատերազմ։ Հստակ այդ սեպտեմբեր ամիսը քո մոտ լավ ստացվում է, ասա մի դեպ Նիկոլ Փաշինյան։ Սեպտեմբերին 2020 թվականին բարեկամներդ Նիկոլ Փաշինյան բեղերով տարական εμյուս ամբարոյականի զավակի հետ Էրդոգան կոչեցյալի հետ տարակ երեխեքին կոտորիկ, հիմա այս սեպտեմբերին պատերազմ եք թուրքա-իսրայելական պատերազմ, ժողովրդին տանեք կոտորեք։ Նիկոլ Փաշինյան, մի արա։ Իսեր ասում մի արա։ Նայ գայլի աշկերից եւ չանես։ Տես, մենք չենք մասնակցում ընտրություններին։ Ես չեմ խանգարում ոչ մեկին։ Կերեք իրար։ Այնքան կերեք։ Կուտեք կպրծնեք, ժողովուրդը կտենա, որ սոցիալիզմից եւ կոմունիզմից են, ոչ կառավարություն կա, ոչ է ժողովրդավար իշխանություն կա։ Իրար մորթեք, իրար քլնգեք, իրար ստորացրեք, իրար վրա աղբեր նետեք, կարակ ուրիշ բաներ էլ անեք, եւ հետո մենք սուսուփուս կգանք եւ վերածնունդ կաբրի Հայաստանից Հանրապետությունը։ ժողովրդավարական Հայաստանից Հանրապետությունը, որտեղ իշխանության կլինի ոչ թե կոմունիստական կուսակցությունը, ժողովրդական կոմունիստական կուսակցությունը ընդամենը կառաջնորդի այս պետությանը, իսկ իշխանությունը լինելու է հայ մարդը, հայ ազգի ներկայացուցիչը եւ Հայաստանից Հանրապետության քաղաքացին։ Այն ժամանակ ճաղերի հետևում ձեր տունը, որտեղ որ սովոր եք այնտեղ ապրելու, այն ճաղերի հետևից դուք կտեսնեք, թե ոնց են կառուցում երկիրը, կտեսնեք ոնց են հետ վերադարձնում թալանվածը։ Ձեզանից կսկսենք, ձեզանից նախկինից բոլորը հետ եք տալ, անգամ ասում եմ, այն հացը, որ կերել եք, եւ դա դարձել է բիոմասա։ Մենք միջոցներ կառնենք, որ այդ բիոմասան հետ գա դառնա հաց։ Անգամ հետի հետ ենք վերադարձել։ Սա սպառնալիք չէ, սա զգուշացում է եւ նոր տեխնոլոգիաներ, որի մասին դուք հաճախ խոսում եք, բայց չգիտեք ինչ է տեխնոլոգիան, Նիկոլ Փաշինյան։ Իսկ հիմա ժողովուրդ ջան, ինչը վերաբերում էր, որ ասում է Մասիսի գործարանի վերաբերյալ։ Սա Հայաստանի Հանրապետության ԽՍՀՄ տարիներից ընդամենը մեկ ֆաբրիկան է։ Հիմա տեսեք տեսահոլովակը, խնդրեմ։
Գիտեք, որ Հայաստանից տարված սովորական կոշիկի տուփը Մոսկվայում ժամանակին ծառայում էր որպես ամենաազդեցիկ նվերը։ 1980-ականների վերջին հայկական Մասիս ֆաբրիկան տարեկան արտադրում էր 20 միլիոն զույգ կոշիկ։ Մինչ ողջ ԽՍՀՄ հագնում էր արհեստական կաշի, հայերը միայն մաքուր բնական կաշի էին օգտագործում։ Որակն այնքան բարձր էր, որ մարդիկ գիշերները հերթ էին կանգնում հանրախանութներում, իսկ այս կոշիկներով հաճախ կաշառում էին պաշտոնյաներին անլուծելի հարցերը լուծելու համար։ Ինչպես պատահեց, որ 20 միլիոն արտադրող հսկա կայսրությունը մի քանի տարում հավասարվեց զրոյի։ Միլիոնավոր դոլարների սարքավորումները ծախվեցին որպես ջարդոն։ Եվ այսպես գործարանը ժողովուրդ ջան, մենակ Գյումրիում ունեցել ենք կամ 48 կամ 47, չեմ հիշում թիվը, բայց հաստատ այդ թվերի մոտիկ է։ Ամբողջը թալանեցին, սիրելի բարեկամներ, ամբողջը չթողեցին, քարերը քանդեցին անգամ։ Երիտասարդություն, իմ հիանալի կրտսեր բարեկամ, տեսեք ինչ են ունեցել ձեր ծնողները եւ այսօր ինչ ունեք դուք։ Սիրելի բարեկամներ, այսօր այս կանը ես ուզում եմ ասեմ մեկ բառ։ Հունիսի 7-ին 2026 թվականին խնդրում եմ բոլորիդ գնացեք կոնտրատարածքներ, որպեսզի ձեր ձայնը չօգտագործեն, թե դիմություն, թե ընդդիմություն, գնացեք գոնե ձեր ձայնը կտակեն մարդուն, ում որ դուք ուզում եք, դուք որոշող եք, ոչ թե ձեր տեղն են որոշող։ Եվ հիշեք, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը, Արթուր Ֆարմանյանը ձեր կողքին է։ Դուք մենք ենք, մենք դուք եք։ Մենք համբերատար կսպասենք, երբ կուտուցին կպրծնի, երբ իրար կոչնչացնեն, եւ մենք կգանք իշխանության, առանց ոչ մի բանի, ժողովրդիս օգնությամբ։ Ես դրանում վստահ եմ։ Մենք գալու ենք։ Մենք մեկ անգամ դա արեցինք 1917 թվականին, մեկ անգամ եւս միգուցե անենք 2027 թվականին։ Տեսնենք, այն որ ասում է ամեն ինչ Աստծո ձեռքն է։ Բայց գնացեք կոնտրատարածքներ, որպեսզի չլինեք խաբված, որպեսզի չլինեք ստորացված, որպեսզի չլինեք դավաճանված, որպեսզի չպարտվեք։ Գնացեք։ Կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայկական Արցախը, կեցե այն ազգերը, ովքեր ապրում են Հայաստանից Հանրապետությունում եւ ցավում են Հայաստանից համար, կեցե հայկական Սփյուռքը, կեցե Ջավախքը հայությունս, կեցե Արցախը հայությունս, կեցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, հայկական Արցախ, ուրիշ ոչ մի Ղարաբաղ, կեցե Սուրբ Մասիս լեռս, կեցե Սևանա լիճս, կեցե Սուրբ Առաքելական հայոց եկեղեցին, կեցե կաթոլիկոսը եւ կապ չունի ինչ է նրա անունը։ Կեցեք դուք մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկներ եւ պապիկներ, ձեր ցավը տանեմ։ Լավ եղեք, պինդ եղեք, ամուր եղեք։ Ամեն ինչ լինելու է գերազանց։ Ժողովուրդ ջան, այսքան այսօր հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան, ստեսություն։ Ամեն ինչ լավ է լինելու։